1000 խոշոր հարկատուների ցանկն է հրապարակվել։ Այս անգամ էլ առաջին հորիզոնականում Հայաստանի արտադրության ոլորտի խոշոր ընկերությունները չկան։ Առաջին տեղում խոշոր գազամատակարար ընկերությունն է։ Պետբյուջե է վճարել մոտավորապես 20 միլիարդ դրամ։ Այդ ընկերությանը հաջորդում է տեխնիկա, այդ թվում բջջային հեռախոսներ ներմուծող ընկերությունը։ Առաջին տասնյակի մեջ են նաև հայտնի օնլայն առևտրային վառելիք ներմուծող ընկերությունները։ Տնտեսագիտական համայնքը փաստում է, լավ կլիներ, որ գոնե տասնյակի մեջ լինեին խոշոր արդյունաբերական ընկերությունները եւ ոչ թե օրինակ տեխնիկա ներմուծող ու դրանք իրացնող կազմակերպությունները։ Վաճառող ընկերությունները, այսինքն առևտրով զբաղվող ընկերությունները հիմնական ինչի հաշվին է իրանց շրջանառությունը մեծացել։ Ռուսաստանում սանկցիաներ են իրականացվել, այդ ապրանքները իրանք սկսել են միջնորդ ընկերություն հանդիսանալ, որպեսզի այդ ապրանքները Հայաստանով գնան դեպի Ռուսաստան եւ Ռուսաստանում վաճառվեն։ Ինչու 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Զանգեզուրի պանզամոլիբդենային կոմբինատը ներառված չէ։ Ընկերությունից լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ դա նախորդ տարի վճարված ռոյալիթի կանխավճարների առաջին եռամսյակում հետվերադարձով է պայմանավորված։ Զանգեզուրի պանզամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերի զգալի մասը ուղակի հարկերն են՝ շահութահարկ եւ ռոյալիթի։ Ի տարբերություն խոշոր հարկատուների զգալի հատվածի, որոնց դեպքում վճարվող հարկերի մեծ մասը ավելացված արժեքի հարկն է։ Ընկերությունը հայտնում է, որ հենց այդ պատճառով առաջին եռամսյակի ցուցանիշներով գնահատել Զանգեզուրի պանզամոլիբդենային կոմբինատի հարկերի մակարդակը հնարավոր չէ։ Ըստ Զանգեզուրի պանզամոլիբդենային կոմբինատի պետք է դիտարկել տարեկան ցուցանիշները եւ իրական հարկային վճարումներն ամբողջությամբ կերևան տարվա վերջում։ Ռոյալիթիները իրենք շահույթից դուրս են գալիս, իրենք շահութահարկը նվազում է դրանով։ Այսինքն իրենք եթե ինչ-որ մի շահույթ պետք է ստանային, այդ շահույթից 20% շահութահարկ վճարեին, այդ շահույթի մի մասը տրվում է պետությանը, տեսքով։ Այսինքն իրենք շահույթը նվազում է, հետո շահութահարկը նույնպես նվազում։ 2025-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների կողմից վճարած եկամտային հարկի ծավալը 84 միլիարդ դրամից ավելի է եղել։ Ընդհանուր հարկային մուտքերի 20%-ից ավելին։ Վճարած եկամտային հարկի ծավալով առաջատարի դիրքում է խաղադրույքների բիզնեսով զբաղվող ընկերությունը։ Տնտեսագետների դիտարկմամբ սա վկայում է այն մասին, որ Հայաստանը նաև ծառայություններ արտահանող երկիր է։ Սկսել են մեր թափով այդ ծառայությունները արտահանել Հայաստանից։ Ոչ թե Հայաստանում ավելացել ստավկետ դնելը, այլ ծառայություններն են իրանք սկսել շատ արտահանել, շատ ավելի շատ։ Առաջին տասնյակում եկամտային հարկի վճարման առումով ներգրաված են նաև Հայաստանի առևտրային բանկերը, բեռնափոխադրում իրականացնող խոշոր ընկերություններից մեկը, խոշոր սուպերմարկետների ցանցերից մեկը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։